Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անին Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի համար բացում են առնվազն 99 տարվա անկախ եւ խաղաղ զարգացման հեռանկար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ամերիկյան ներդրումային ծրագրերի պաշտպանական գործակցության մասին։ Վարչապետի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի կարևոր շեշտադրումները։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Ադրբեջանում հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Թրամփի, Փաշինյանի եւ Ալիևի ջանքերով հաջողվել է վերջ դնել տարիներ շարունակվող պատերազմին։ Ի դեպ, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ փոխշահավետ գործակցությամբ եւ կնքված համաձայնագրերով տարածաշրջանում դառնում է կարևոր գործոն, ընդդիմության պնդումներին հակառակ։ Նկատել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը Դավիթ Դանիելյանի ճեպազրույցը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանն էլ անդրադարձ է կատարել երաս Ախուրիկ Իջևա երկաթգծերի կառուցման նշանակությանը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առևտրատնտեսական նոր հորիզոններ է բացելու։ Առաջիկա օրերին Հայաստանը Միացյալ Նահանգներին կփոխանցի TRIP նախագծի հետ կապված դիտարկումները։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կայացել է ազգային ժողով կառավարություն հարցոպատասխանը։ Պաշտպանական ոլորտից մինչև տեսալսողական մեդիայի ոլորտում առկա իրավական կարգավորումներ։ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվող հարցերից զատ այսօր եւս իշխանական եւ ընդդիմադիր падգամավորների միջև կարծիքների բախումներ են եղել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամփոփել է 2025 թվականի արդյունքներն ու ներկայացրել 26-ի առաջնահերթությունները, շեշտելով ոլորտը մտել է պատմական ու շրջադարձային փուլ։ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի համար բացում են առնվազն 99 տարվա անկախ եւ խաղաղ զարգացման հեռանկար։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ամերիկյան ներդրումային ծրագրերի պաշտպանական գործակցության Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի Բաքվում պահվող հայերի հարցի, նաեւ եկեղեցի պետություն հարաբերությունների եւ առաջիկա քաղաքական ընտրությունների մասին, շեշտելով, որ Հայաստանը դառնում է կենտրոն։ Հարցազրույցի մյուս կարևոր շեշտադրումները տեսանյութում։ Աշխարհի թիվ 1 գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն կներեք գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ եւ այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։ Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների նոր փուլը, այն գնահատելով ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական հեռանկարով շրջադարձային։ Փաշինյանի խոսքով Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի այցը Հայաստան դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում եւ լրացուցիչ ազդակ է Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի համար, ուղղված Հայաստանի բոլոր բացվող հնարավորություններին։ Միացյալ Նահանգների փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքը աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն եւ դարձվեն կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ, կոնկրետ լոկացիաներ։ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում ակնկալվում են էական դրամական հոսքեր, որոնք կձևավորեն ներդրումային նոր էկոհամակարգ, ըստ նրա ենթակառուցվածքային ծրագրերը ներառում են երկաթուղի սպասարկման համակարգեր, նոր էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր եւ մալուխներ։ Եկեք այդ մալուխները միացնենք Հրազդանում կառուցվող նոր սուպեր համակարգչային կենտրոնի հետ, որը տարածաշրջանային արհեստական բանականության ոլորտում տարածաշրջանային եւ միջազգային ծառայություններ է մատուցելու։ Հայաստան-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ օրակարգում տեսանելի է միտում, երբ տնտեսությունը վազանց է կատարում քաղաքականությանը։ Մենք շոշափել ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն այլևս անշրջելի է, վստահեցրեց վարչապետն ու վերահաստատեց։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը լուծվելու է իրավական ճանապարհով 1991 թվականի Ալմատիի հռչակագրի հիման վրա։ Կապուղիների մասով, հաղորդակցությունների մասով մենք ունենք ըմբռնում, որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք։ Այն հատվածներում, որտեղ պետք է անցնեն երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում ենթադրենք իրեն պետք է 500 մետր լայնությամբ տարածք։ Մենք 1.5 կիլոմետր առնվազն պետք է նախ սահմանազատում եւ սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ
կասկած չլինի, թե այդ միլիմետրի ճշտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք։ Բաքվում պահվող հայ գերիների թեման եւս քննարկվել է Վենսի հետ հանդիպման ընթացքում։ Փաշինյանը նշեց, որ հարցը մշտապես գտնվում է բանակցային օրակարգում։ Նա վստահեցրեց, որ Վագիվ Խաչատրյանի վերադարձը հնարավոր է դարձել խաղաղության բարելավող միջավայրի պայմաններում, ընդգծելով, որ կոնֆլիկտի իներցիան հնարավոր չէ մեկ քայլով կասեցնել եւ խնդրի վերջնական լուծումը հնարավոր է միայն ինստիտուցիոնալացված խաղաղության պայմաններում։ Դուք տեղյակ եք, որ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կային, եւ այլն եւ այլն։ Եվ էմոցիոնալ առումով մեզ համար շատ դժվար էր ռեակցիա չտալ, հայտարարություններ չանել, տարբեր միջազգային ատյաններ չդիմել եւ այլն, բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, ելի երաշխավորում եմ, որ Վագիվ Խաչատրյանը չէր վերադառնա։ Եվ ես հասկանում եմ մեր էմոցիաները։ Ես հասկանում եմ, որ շատ դեպքում այո մեզ քննադատում են, ասում են, «Ես դուք արձագանք չունեք», բայց կոնկրետ օրինակները մեզ բերում են այն համոզմամբ, որ եթե մենք խաղաղության օրակարգի վրա ենք կենտրոնանում եւ այս միջավայրում եւ մթնոլորտում ձևավորում ենք աշխատանքային որոշակի գործընթացներ, դա բերում է հաջողության։ Արտաքին քաղաքականության համատեքստում վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի գործելու Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով որևէ մեկը չի կարող Հայաստանին ներքաշել Ռուսաստանի դեմ գործողությունների տրամաբանության մեջ, եւ Երևանի բոլոր քայլերը բխում են Հայաստանի պետական շահերից։ Հարցազրույցի ավարտին վարչապետը խոսեց առաջիկա ընտրությունների մասին, դրան գնահատելով որպես պատմական ընտրություն։ Նրա խոսքով Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն, սակայն այդ գործընթացը հնարավոր է միայն տարածաշրջանային խաղաղության պայմաններում, երբ բոլոր երկրների համար ավելի շահավետ է խաղաղությունը, քան հակամարտությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին, դատապարտելով Բաքվի ռազմական դատարանի փետրվարի 5-ին կայացրած վճիռները։ Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, նաև Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրամ Լեքսմանը եւ Դան Բարնան։ Պատգամավորները նշել են, որ որոշ դատավճիռներ, այդ թվում 5 ցմահ ազատազրկումները կարող են վնասել տարածաշրջանում ձևավորվող փխրուն խաղաղության մթնոլորտին։ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները Ադրբեջանին հորդորել են ազատ արձակել բոլոր պահվող հայ գերիներին, դա դիտարկելով որպես կարևոր քայլ դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում։ J.D. Vance-ը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Այս մասին Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է Միացյալ Նահանգների փոխնախագահի մամուլի խոսնակը։ Նախագահ Ալիևը եւ փոխնախագահ Vance-ը քննարկել են նախագահ Թրամփի Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի եւ բարգավաճման, տեխնոլոգիաների եւ դիվանագիտական կապերի վրա, նաեւ խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա հայտնել են։ Բանտարկյալներ ասելով խոսքը վերաբերում է հայ գերիներին, թե ոչ չի նշվում, չի հաղորդվել նաև, թե ինչպես է արձագանքել Բաքուն։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance Ադրբեջանում հանդես է եկել հայտարարությամբ նշելով, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջանքերով հաջողվել է վերջ դնել տարիներ շարունակվող պատերազմին։ Վենսի խոսքով առանց Փաշինյանի եւ Ալիևի առաջնորդության հնարավոր չէր լինի հասնել խաղաղության համաձայնագրի։ Նա ընդգծել է, որ կողմերին հաջողվել է խաղաղություն հաստատել այնտեղ, որտեղ նախկինում պատերազմ է եղել, եւ վստահություն է հայտնել, որ այդ գործընթացը տարածաշրջանին ապագայում բարգավաճում կբերի։ Կհանգեցնի Միացյալ Նահանգների շուկաներ մուտք գործելու ընդլայնմանը։ Եվ այն պարզապես կստեղծի շատ ավելի լավ աշխարհ, որտեղ մարդիկ կարող են գործարքներ կնքել միմյանց հետ։ Իդեպ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Մոսկվայի արձագանքը մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին չի ուշացել։ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են, ուստի ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մեկնաբանելով Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի Հարավային Կովկաս կատարած այցը եւ երեք երկրների կողմից խոշորածավալ համատեղ նախագծերի մասին հայտարարությունները։ Պեսկովի խոսքով Ռուսաստանը շահավետ
գործակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է շարունակել գործակցությունը Երևանի հետ ինտեգրացիոն նախագծերի շուրջ, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Մեզ Հայաստանի հետ միավորում է ինտեգրացիոն նախագծերը։ Դժվար թե որևէ մեկը վիճարկի ԵՏՄ-ին դերը այս երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման գործում։ Դրա դերը ակնհայտ է, եւ մենք հույս ունենք, որ այդ գործակցությունը կշարունակվի, ասել է Պեսկովը։ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ փոխշահավետ գործակցությամբ եւ կնքված համաձայնագրերով տարածաշրջանում դառնում է կարևոր գործոն ընդդիմության պնդումներին հակառակ։ Նկատել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Պատգամավորի ճեպազրույցը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստանի Հանրապետություն ոչ միայն պատմական էր, այլ շատ կարևոր սյունեցիների համար։ Նման կարծիք հայտնեց ԿՊ խմբակցության սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը նկատեց թրիփ նախագիծը Վենսի այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերն ու պայմանավորվածությունները Սյունիքի բնակչության համար կարևոր են ոչ այնքան առևտրատնտեսական, որքան անվտանգության տեսանկյունից։ Ճիշտ է, պատգամավոր աշխատանքային գործունեությամբ պայմանավորված դեռ չի հասցրել շփվել մարզի բնակիչների հետ, բայց համոզված է, Հայաստանի հարավային սահմանի բնակիչները համակարծիք են իր հետ, ԱՄՆ-ի հետ գործակցությանը ողջավորությամբ են սպասում։ Դուք գիտեք, որ Սյունիքը վերջի տարիներին անդադ տուրբուլենտության մեջ է ռազմական իմաստով, անվտանգային իմաստով եւ հիմա կարծես թե չնչին քայլեր են մնացել, որ վերջնական մոտենանք երկարատև խաղաղությանը, որը մեր համար կենսական նշանակություն ունի։ Դանիելյանը հակադարձեց նաեւ ընդդիմության հնչեցրած այն հայտարարություններին, թե ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրերով Հայաստանը տարածաշրջանում այլևս զրկվում է որպես գործոն հանդես գալուց։ Ըստ նրա նման գերտերության հետ ռազմավարական ծրագրեր իրականացնելը շատ երկրների համար երազանք է եւ այսօր պետությունները ազդեցիկ են ոչ միայն ռազմական կարողություններով, այլ տարատեսակ կոմունիկացիաների կիրարկմամբ, որի ուղղությամբ էլ շարժվում է Հայաստանը։ Պատգամավորի խոսքով առաջիկա խորհրդարանական ընտրությունները նույնպես կարող են ընդդիմության կողմից ամենատարբեր եւ շատ հաճախ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների պատճառ հանդիսանալ։ Քանի որ նախընտրական process-ներ են, կարծես թե շատերը խոսում են այն, ինչ իրենց հարկավոր է այս բանին, որոշակի քաղաքական միավորներ վարկանիշ բարձրացնելու իմաստով եւ խորհուրդ կտամ, որ մեր հայրենակիցներն էլ այդ ռակուրսից նայեն։ Շարունակելով նախընտրական թեման, պատգամավորը խոսեց նաև առաջիկա օրերին նախատեսված քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական ընտրությունների եւ դրանց արդյունքում համամասնական ցուցակ ձևավորելու մշակույթի մասին։ Եվ դա կարևոր դրսևորում է ժողովրդավարության իմաստով հենց կուսակցության ներսում։ Եթե մեր կուսակցության ներսում չեղավ ժողովրդավարություն, մենք չենք կարող լինենք ժողովրդավար իշխանություն։ Դա բացառված է, ողջունում եմ այդ մոդելը։ ԿՊ պատգամավորը համոզված է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին նորից իրենց է պատվիրակելու երկրի կառավարումը, իսկ վստահությունը առկա տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերի հաստատված խաղաղության արդյունքն է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ազգային ժողովում անդրադարձ է կատարել Երասխախուրի Կախուրիկ Իջևան երկաթգծերի կառուցման նշանակությանը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առևտրատնտեսական նոր հորիզոններ է բացելու։ Պատգամավորը խոսել է նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ տարվող համակարգային պայքարի եւ գրանցված արդյունքների մասին։ Երասխախուրի Գյումրի Իջևան երկաթգծերի կառուցման համար նախատեսվում է մոտ 200-ից 300 միլիոն դոլարի ներդրում։ Լրագրողների զրույցում հայտնեց ԱԺՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։ Նա ընդգծեց, որ երկաթգծերի նշյալ հատվածի վերականգնումը, կառուցումն ու շահագործումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացելու եւ այդ հատվածը Հայաստանը կապելու է միջազգային առևտրային շուկայի հետ։ Նա հորդորեց Երասխախուրի հատվածի երկաթգծի կառուցումը չնույնականացնել թրիփի հետ, որն անցնելու է երկրի հարավային հատվածով։ Վերջինս ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում անդրադարձել է երկաթգծերի կառուցմանն ու խոսել ռուսական կողմից դրական ազդակների մասին։ Վարչապետը խոսել է երկու մրցակցող նախագծերի մասին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, եւ այդտեղ շատ հստակ ասել է, որ մենք հստակ շահառու ենք եւ այդ մի քանի կիլոմետրը պետք է ինչքան հնարավոր է շուտ
վերականգնվի, վերակառուցվի։ Հաջորդի падգամավորը խոսեց Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի մասին, որում նշվում է, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համարաթիվը 2024-ի համեմատ նվազել է 1 միավորով դառնալով 46։ Ըստ Եղոյանի հանրությանը տարընկալումներից զերծ պահելու համար անհրաժեշտ է հստակեցնել, որ խոսքը ոչ թե բուն կոռուպցիայի, այլ դրա ընկալման մասին է, եւ նման կարծիքի առիթ կարող են դառնալ հաճախ հանդիպող ապատեգատվությունները որևէ ոլորտի վերաբերյալ։ Եղոյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ 2018 թվականից հետո Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է, կոռուպցիայի դեմ պայքարը տվել է իր արդյունքները, չնայած որ դեռ անելիքներ կան։ Նա հիշեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բյուջեը է վերադարձվել ավելի քան $550 միլիոն, $1.5 միլիարդ բռնագանձման դիմումներ էլ կան դատախազության պահանջով։ Իսկ ինչ է արվել եւ ինչ է նախատեսում անել պետությանը վերադարձված այդ գումարներով, վերջինս մանրամասնեց։ Գնում ենք զենք, կառուցում ենք պաշտպանական կառույցներ, սուբսիդավորում ենք ինտենսիվ այգեգործություն, սուբսիդավորում ենք մյուս պետական ծրագրերը, որով որ մեր քաղաքացիները ավելի շատ եկամուտ են գեներացնում, ավելի շատ հարկ են վճարում բյուջե, մեր հնան կրկնապատկվում է 7 տարում $4,000-ից մեկ շնչին ընկնող դառնում է $8,500 մեկ շնչին ընկնող։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը խոսեց նաև շահարկման թեմա դարձած պարգևավճարների մասին, նշելով, թե դրանք պաշտվել են յուրաքանչյուր պաշտոնյայի կատարած աշխատանքի կատարողականի հիման վրա, որը նախ եւ առաջ թափանցիկ մրցակցություն է ապահովում ամբողջ համակարգի համար։ Պաշտպանական ոլորտից մինչև տեսալսողական մեդիայի ոլորտում առկա իրավական կարգավորումներ ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքը։ Ինչպես միշտ այսօր եւս կարծիքների բախումներ եղան իշխանական եւ ընդդիմադիր падգամավորների միջև։ Այնուամենայնիվ հաջողվեց օրակարգում ներառված հարցերին զուգահեռ քվեարկությամբ հաստատել նախորդ օրը քննարկված օրենքի նախագիծը։ Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստում падգամավորները շարունակեցին ներկայացված նախագծերի քննարկումը։ Օրակարգի առանցքային հարցերից էր պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներկայում պաշտպան հայրենիաց ծրագրով 4000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային ծառայության եւ այդ հոսքը աճի միտում ունի։ Որի կապակցությամբ առաջարկվում է պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Ըստ Պապիկյանի նախագծի ընդունումը պայմանավորված է նաև պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայողների պայմանագրային զինվորական ծառայության անցնելու գրավչությունն ապահովելու, նաև պրոֆեսիոնալ բանակի անցման անհրաժեշտությամբ։ Նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-ից 25 տարեկան զինծառայողների համար, շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը, նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ռազմական ակադեմիան եւ ուսումնական զորամասը գերազանց գնահատականներով ավարտած լեյտենանտներն ու շարքային զինծառայողները ծառայության անցնելու դեպքում որքան աշխատավարձ կստանան, Սուրեն Պապիկյանն արձագանքեց։ Գերազանց գնահատական ստանալու պարագայում ըստ ուղղվածությունների նրանց աշխատավարձը կարող է տատանվել 620,000-ից մինչև 750,000, բայց կարող ենք ունենալ ստորաբաժանումներ անգամ, որ այս 750-ից զատ, եթե անցկացնեն նաև այլ պայմաններում ծառայություններ, նրանց աշխատավարձը
ավելի բարձրանալու հնարավորություն կունենա ընդհանուր մինչև 820,000-ի։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս կարեւորեց առաջարկվող նախաձեռնությունը։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Գեղամ Մանուկյանը սակայն անհավասար մոտեցում են համարել այն, որ պատվովճար ստանալու հնարավորություն են ունենալու միայն Պաշտպան Հայրենիաց ծրագրով պայմանագրային զինծառայության անցնող զինվորականները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն էլ դրական գնահատեցին երկրի պաշտպանության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները։ Խոսում եք անհավասարությունից, ով է Գեղամ Մանուկյան, մյուսները, այսօր ատեստավորումից 4 ստացած, այսինքն միջին գնահատական ստացած, ոչ շատ բարձր գնահատական, ոչ ցածր, այլ միջին գնահատական ստացած պայմանագրային զինծառայողը ստանում է, շփվել եմ հետների, իրենցից եմ իմացել, հարկված 620,000 դրամ աշխատավարձ։ Ես ուզում եմ ասել, որ դա ավելի շատ է, քան պատգամավորի աշխատավարձը։ Արման Եղոյանն արձագանքելով ընդդիմադիր գործընկերների մտահոգություններին պարզաբանեց, թե ինչից են ձևավորվում պետական պարտքերը։ Որ ասում եք, ուրա պետական պարտքը որտեղից է աճել, հələ Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձումը հələ տեղի չի ունեցել, որ այդ փողով արվել, դրա համար կներեք, հələ որ պետական պարտքով ենք արել այդ բոլոր մեր պետական, մեր բոլորի, մեր զինվորականների, հայրենիքի պաշտպանների, դղյակների կառուցումը։ Ոչինչ, պարոն Եղանյան, կփակեն այդ պարտքը, ոչինչ, իրանցից կվերցնենք, կփակենք այդ պարտքը։ Երեկվանից էլ լրջագույն քննարկման առարկայա այն պաշտպանական ամրաշինական կառույցները, որոնք որ կան Հայաստանի սահմանային երկայնքով։ Սիրելի քաղաքացիներ, եթե դեռ չեք հասցրել, անպայման խնդրում եմ դիտեք այդ տեսանյութերը ու տեսեք, թե ինչ է կարելի կառուցել երկրի պաշտպանության համար, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե քո մտածմունքը հենց երկիրդ պաշտպանելն է։ Իր եզրափակիչ ելույթում պաշտպանության նախարարը նկատեց Պաշտպան Հայրենիաց ծրագիրը դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան։ Ես մի ուրույն միավոր է, մի ուրույն փաղանգ է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը ու դառնալու է մեր բանակի պայմանագրային համալրման ամենակարևոր խողովակը։ Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ։ Խորհրդարանը քննարկեց նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով 26 հեռուստաալիքներից բացի, որոնք ամբողջ հանրապետությունում ունեն 100%-անոց սփռում եւ անվճար են մեր քաղաքացիների համար, հանրային մուլտիպլեքսի համար գործող կարգավորումները կտարածվեն նաև օտարերկրյա տիրույթներում, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի վրա։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն էլ հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն դեպքում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից։ Այս փոփոխություններն իհարկե այնքան էլ ընդդիմադիր պատգամավորների սրտով չէին։ Հետևաբար նրանք իրենց դժգոհությունն արտահայտեցին, ինչին հակադարձեց ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ես չեմ հասկանում, այստեղ Տիկին Գալստյանը ասաց, այս օրենքով, այս նախագծով դուք ռեպրեսիաների եք դիմում։ Ում հանդեպ ենք ռեպրեսիաներ դիմում։ Սալավիովի, որ կոչ է անում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրագործել, ձեր եք առնում։ Հարգելի գործընկերներ, ինձ նաև հետաքրքրում է շատ ձեր էվոլյուցիան, էլի, վերջին 5 տարվա։ Սկզբում գոնե ինչ-որ այդպես ամոթխած չքմեղանում էիք, էլի թաքցնում էիք, որ դուք իրականում այլ դեմ չեք, որ օտարերկրյա ուժերը բանան են, միջամտեն մեր ներքին գործերին։ Հիմա սկի չեք էլ թաքցնում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Առաջիկա օրերին Հայաստանը Միացյալ Նահանգներին կփոխանցի TRIP նախագծի հետ կապված դիտարկումները ազգային ժողովում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանին կրկին խոսվել է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների Միացյալ Նահանգների հետ գործակցության վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված նոր հնարավորությունների, նաև Մեծամորի ատոմակայանի ապագայի մասին։ Մեկնարկել է հայ-ամերիկյան համատեղ TRIP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և գնահատման գործընթացը։ Սա առաջնահերթ քայլ է նման նախագծի իրագործման ճանապարհին։ Առաջիկա օրերին մենք Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցենք TRIP-ի հետ կապված համաձայնագրի
նախագծի հետ կապված մեր դիտարկումները, ընդ որում նախագիծը համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա։ Օրենսդիր գործադիր մարմինների հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գեգամ Նազարյանը վարչապետից հարցրեց. արդյոք քննարկվում է նաև Իջևանը ադրբեջանական երկաթուղուն կապող հատվածի վերականգնումը եւ դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը։ Ապաշրջապակման համատեքստում գործնականում այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում։ Իհարկե քննարկվում է, բայց նաև պետք է հետևյալը հաշվի առնենք, երկաթուղու ձեր նշած հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ ցավոք արդեն 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որը ըստ էության ընդհատել է երկաթուղին, բայց դա լուծելի հարց է կախված նրանից, թե ինչպիսի հոսքեր պոտենցիալ կանցնեն այդ տեղով։ Այսինքն, եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ի ցույց դնի եւ այսինքն շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ։ Փետրվարի 9-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությամբ ամրագրվեց հայ-ամերիկյան գործակցության խորացումը նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում։ Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով այս հարցին վարչապետը նշեց. Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն եւ իհարկե մենք որոշում կայացնենք այն նախագծի օգտին, որը առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին։ Հայաստանը միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի հետ։ Շարունակեց վարչապետն ու միաժամանակ հավելեց. այս մասին մեր բոլոր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք, քանզի սա ռազմավարական նշանակության որոշում է լինելու։ Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի պաշարը ընդհանրապես այս պահին հայտնի պաշարները իրենք 70 տարվա պաշարներ են։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք ունի, թե 40 տարի հետո 1 կիլովատ-ժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ, որտեղ ստեղ էլ տնտեսական նպատակահարմարության եւ ետգնման հնարավորությունների հարց կա։ Իհարկե հիմա նաև լրջորեն քննարկվում է եւ կա արդեն փորձ միջուկային վառելիքի երկրորդային հարստացման կամ երկրորդային միջուկային վառելիքը երկրորդ անգամ օգտագործած միջուկային վառելիքը երկրորդ անգամ օգտագործելու։ Իհարկե կան շատ ավելի հեռանկարային տարբերակներ, քանի որ ուրանը ինքը մեծ ծավալներով կամ պլուտոնիումը մեծ ծավալներով չի օգտագործվում, կա նաև մեծ հավանականություն, որ ի վերջո կլինի տեխնոլոգիա դրանք բերելու տիեզերքից, այսինքն այլ երկնային մարմիններից եւ այլն, բայց դրանք ստեղ խնդիրը հետեւյալն է, թե գինը ամենակարևորը, գինը ինչ արժենալու։ Գործադիրի ղեկավարի խոսքով կառուցվելիք նոր ատոմակայանը պետք է ունենա տնտեսական եւ ֆինանսական լուրջ սխեմա, որպեսզի ներդրվելիք գումարը վերադառնա։ Սրան զուգահեռ կան նաեւ այնպիսի լուրջ հարցեր, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն։ Մինչդեռ ըստ Փաշինյանի կան գործընկերներ, որոնք Հայաստանին շտապեցնում են որոշում կայացնելու հարցում։ Ամենայն հարգանքով մենք պետք է այս բոլոր նյուանսները հասկանանք, որովհետեւ եթե մենք ենթադրենք 5 միլիարդ, 4 միլիարդ, 6 միլիարդ ներդրում արեցինք ատոմակայան կառուցեցինք եւ ուրանի գինը 4 անգամ բարձրացավ, 5 անգամ բարձրացավ, 10 անգամ բարձրացավ։ Հիմա եկեք նայենք ոսկու գնի դինամիկային վերջին 10 տարում։ Իհարկե համեմատությունը տեղին չի եւ այդքան ուղիղ չի, բայց ենթադրենք մեկ է կարա պլուտոնիումի եւ միջուկային վառելիքի գինը կարա այդ դինամիկով սկսի աճել։ Դա ոնց է ազդելու մեր նախագծի բանի վրա, տնտեսական
հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի այժմյան էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամենաէժանն է։ Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո եւս մի փուլ ենթադրվում է 10 տարով եւս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն եղավ 2036 եւ 2046։ Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ նաև Մեծամորի ատոմակայանը փակելու շահարկումներին։ Այն որ Մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Այսինքն հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ։ Ընդդիմադիր եւ ոչ մի падգամավոր այս անգամվա հարցուպատասխանին չէր մասնակցում։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Մերձավոր Արևելք ամերիկյան ռազմական նավերի ուղարկումը, եթե Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չտան։ Այդ մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքով տարածաշրջանն է արդեն ուղարկվել ամերիկյան ռազմածովային նավերի խումբ եւ հնարավոր է ուղարկվի եւս մեկը։ Միաժամանակ Սպիտակ տան նախագահը ընդգծել է, որ Վաշինգտոնը դեռ փորձում է Իրանի հետ համաձայնության հասնել։ Եթե դա չստացվի, Սպիտակ տունը Թրամփի խոսքով ստիպված կլինի դիմել շատ կոշտ քայլերի։ Նրա գնահատմամբ Թեհրանը այս փուլում ավելի պատրաստակամ է բանակցությունների, քան անցյալ տարվա ամռանը, երբ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջև լարվածությունը կտրուկ սրվել էր։ Միջազգային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Կանադայի արևմտյան բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիչ քաղաքում միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, առնվազն 25-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով տեղական ոստիկանությանը։ Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր։ Իրավապահների փոխանցմամբ ենթադրյալ հարձակվողն ինքնասպան է եղել դեպքի վայրում։ Նրա ինքնությունը դեռևս չի հրապարակվում։ Աղբյուրի փոխանցմամբ կրակողը կարող էր կին լինել, սակայն ոստիկանությունը պաշտոնական մանրամասներ չի ներկայացրել։ Քննությունը շարունակվում է։ Ուկրաինայի Խարկովի մարզի Բոհոդուխով քաղաքում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում 3 երեխա։ Այս մասին հայտնում է մարզային իշխանությունները։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով հարձակումը տեղի է ունեցել փետրվարի լույս 11-ի գիշերը, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր բնակելի հատվածին։ Տներից մեկն ամբողջությամբ փլուզվել է։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 34-ամյա տղամարդու եւ 3 փոքրահասակ երեխայի մարմիններ։ Ուկրաինայի գլխավոր դատախազության փոխանցմամբ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց ի վեր երկրում զոհվել է մոտ 700 երեխա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ շարունակելու է իրականացնել իրեն տրված մանդատը։ Ես երբեք չեմ հրաժարվի այս երկիրը փոխելու համար ինձ վստահված մանդատից։ Իրական պայքարը լեյբորիստական կուսակցության ներսում չէ, այլ այն քաղաքականության դեմ, որը կառուցված է բաժանման եւ դժգոհության վրա, նշել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շոտլանդիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ կոչ էր արել Սթարմերին հրաժարական տալ, հայտարարելով, որ Դաունինգ Սթրիթի ղեկավարությունը պետք է փոխվի։ Ղրղստանի նախագահ Սադյո Ժապարովի հրամանագրով Կամաչ Բեկտաշիևը ազատվել է ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի եւ կառավարության փոխնախագահի պաշտոններից։ Նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ որոշումն ընդունվել է պետության շահերից ելնելով։ Միաժամանակ ստորագրվել են հրամանագրեր անվտանգության համակարգի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ։ Սահմանային ծառայությունը դուրս է բերվել կոմիտեի կազմից եւ դարձել առանձին գերատեսչություն, իսկ 9-րդ ծառայությունը վերակազմավորվել է պետական պահպանության ծառայության, ենթարկվելով անմիջապես նախագահին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդը Reuters-ին հայտնել է, որ դադարեցվել է իր նախաձեռնությամբ ստեղծված Big խմբի գործունեությունը։ Խմբի նպատակն էր նվազեցնել հետախուզական համակարգի քաղաքականացումը, սակայն քննադատները պնդում էին, թե այն ծառայել է Թրամփի վարչակազմի կուսակցական շահերին։ Գաբարդի խոսքով Big-ը սկզբից նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց, բարձր առաջնահերթության եւ կարճաժամկետ նախագծերի, այդ թվում նախագահական գործադիր հրամանագրերի իրականացման համար։ Նա ընդգծել է, որ խմբի անդամները տեղափոխվել են ազգային հետախուզության տնօրենության այլ ստորաբաժանումներ։
Շարունակում ենք թողարկումը, ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Գոռ Համբարձումյանը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, անձնական կյանքի գաղտնիությունը խախտել է, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել է, առանձնապես խոշոր չափերով խարդախությունը եւ փողերի լվացումը հոդվածներով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամփոփել է 2025 թվականի արդյունքներն ու ներկայացրել 2026 թվականի առաջնահերթությունները, շեշտելով ոլորտը մտել է պատմական ու շրջադարձային փուլ։ Նախարարը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ապահովագրական համակարգի գործարկումը միտված է բուժօգնության հասանելիության ընդլայնմանը եւ քաղաքացիների ֆինանսական բեռի նվազեցմանը։ Եթե մեկ բառով նկարագրեմ 2025 թվականը, առողջապահական համակարգի համար այն պատմական էր եւ շրջադարձային։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը հիշեցրել է, 2025 թվականի դեկտեմբերին ընդունվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթը, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից համակարգը գործարկվել է։ Նպատակը բուժօգնության հասանելիության ապահովումն ու բուժառուների ֆինանսական բեռի նվազեցումն։ Մեր սիրելի քաղաքացիները, ովքեր առողջության համընդհանուր ապահովագրության շահառու են, կարող են գնալ եւ տարեկան զննումները անցնել։ Եվ մենք դա խրախուսում ենք եւ պիտի ասեմ, որ գալու է մի օր, որ դա դառնալու է պարտադիր։ Մենք շատ նաեւ քայլեր ենք անում, որպիսի տարեկան զննումը անցնելու հարմարավետությունն էլ ապահովենք եւ առաջիկայում նաեւ Արմեդում գործիքները կբացվեն, հիմա փորձարկման ընթացքում ենք, որ կլինի օնլայն տարեկան զննման հարցաշար, անձը կլրացնի այդ հարցերը, կհաշվարկվի նրա հիվանդացության ռիսկի ուղղությունները եւ արդեն շատ ավելի սպეციფიկ հետազոտությունների եւ հետագա քայլերի խորհրդատվություն կստանա։ Միաժամանակ նախարարն արձագանքել է նաեւ դժգոհություններին, նշելով, որ ստացվող հաղորդագրությունների մեծ մասը շնորհակալական է, իսկ դիտարկումներն ու առաջարկները համակարգի բնական զարգացման մաս են։ 2025 թվականին շարունակվել են ներդրումները բուժհաստատությունների վերազինման եւ արդիականացման ուղղությամբ։ Ըստ Ավանեսյանի, կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 50 արդիականացված բժշկական կազմակերպություն ունենալու խոստումն ամփոփվելու է 2026 թվականին, իսկ 2025 թվականին եղել են թե նոր կենտրոնների շահագործում, թե վերանորոգումներ եւ հագեցումներ։ Գորիսի օրինակով մենք պիտի մտածենք բժշկական կենտրոնի ընդլայնման մասին եւ նախագծեցինք ուրեմն տիպարային պոլիկլինիկայի մինչեւ 25000 եւ մինչեւ 50000 սպասարկման համար շատ ժամանակակից նախագիծ եւ այս առաջիկայում այս նախագծերն էլ արդեն կսկսենք իրագործել։ Նախարարը հայտնել է, որ 2025 թվականին մեկնարկել է ամբուլատոր օղակի շինարարական ծրագիրը, որի առաջին փուլում 29 ամբուլատորիաների կառուցումը տարբեր փուլում է։ 2026 թվականի երկրորդ եռամսյակից նախատեսվում է առաջինների շահագործումը։ Ավանեսյանն անդրադարձել է նաև հակաքաղցկեղային դեղի հնարավոր կեղծման վերաբերյալ ահազանգերին, նշելով, տեսչական մարմնի հետ իրականացվում են օրենքով սահմանված գործողություններ, իսկ դեղերի հետ կանչի մեխանիզմը համակարգի բնական աշխատանքն է։ Եթե մտահոգության կամ լրացուցիչ իրազեկման կարիք լինի, վստահ եղեք, որ մենք դա կիրականացնենք։ Մենք նաև հատ առ հատ աշխատում ենք այն կենտրոնների հետ, ովքեր որ որևէ խմբաքանյակի մասով կան ահազանգեր, ուզում եմ ասել, որ առանց ավելորդ անհանգստություն պատճառելու, պիտի սովորենք, որ այո, այս ժամանակ առ ժամանակ լինում են դեղորայք, որոնց հետ կանչի որոշումներ ենք կայացնում։ Մայրական մահացության մասով 2025 թվականը բնութագրվել է որպես առանձնահատուկ տարի, մեկ դեպքով, իսկ մանկական մահացության ուղղությամբ արձանագրվել են խնդիրներ, հատկապես դժբախտ պատահարների, թունավորումների եւ տնային դեպքերի աճով։ Նախարարը կոչ է արել բարձրացնել ծնողական իրազեկումը եւ կենցաղային անվտանգության մշակույթը։ Արյան բանկում անցկացված հանդիպման ընթացքում նա հայտարարել է նաեւ, որ 2026 թվականին նախատեսվում է նոր ձևաչափ։ Խոշոր կազմակերպություններում կկազմակերպվի արտագնա արյունատվություն, նաեւ թվային լուծումների
գործարկմամբ, որպիսի գործընթացը մարդկանց համար առավել հարմար լինի։ Ասուլիսին քննարկվել են հերթագրման, առցանց համակարգերի եւ դեղատներում հասանելիության խնդիրները նույնպես։ Նախարարը նշել է, առաջին ամիսներին լինելու են տեխնիկական եւ կազմակերպչական դժվարություններ, բայց թվային գործիքները քայլ առ քայլ պարզեցվելու են, իսկ դեղորայքի պաշարների հաշվարկները շուտով կկարգավորվեն, շուկային նոր ծավալներին հարմարվելու արդյունքում։ Անդրադարձ է կատարվել նաեւ շտապօգնության արձագանքման արագությունը բարձրացնելու նախագծին, քաղաքային ծանրաբեռնվածության պայմաններում հավելյալ ներուժ ներգրավելու տրամաբանությամբ։ Նախարարը նշել է, ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը եւ կառավարության ներկայացրած կարգավորումները շուտով կմտնեն գործնական փուլ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ հետևել է ռոբոտային վիրաբուժական համակարգով իրականացվող շագանակագեղձի քաղցկեղի արմատական հեռացմանը։ Այդ ընթացքում նախարարին ներկայացվել են բարձր տեխնոլոգիական հնարավորություններն ու դրանց առավելությունները ուռուցքաբանական բուժման ոլորտում։ Ավանեսյանը շեշտել է, որ նորարարական լուծումները ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց են, այլև առողջապահական համակարգի զարգացման կարևոր ցուցիչ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն, տեղում հետևելու ռոբոտային վիրաբուժական համակարգի միջոցով իրականացվող բարդ վիրահատությանը։ Կենտրոնում օնկոուրոլոգ Արման Ծատուրյանը կատարել է շագանակագեղձի քաղցկեղի պատճառով արմատական պրոտատեկոտոմիա։ Սա արդեն 10-րդ միջամտությունն է, որն իրականացվում է ռոբոտային համակարգով, ազդարարելով բարձր տեխնոլոգիական վիրաբուժական նոր փուլը Հայաստանում։ Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նախարարին ներկայացրել է համակարգի տեխնիկական հնարավորություններն ու ուռուցքաբանության ոլորտում դրա կիրառման առավելությունները։ Ըստ նրա, ռոբոտային վիրաբուժությունը չի փոխարինում բժշկին, համակարգը լիովին կրկնում է վիրաբույժի ձեռքի նուրբ շարժումները, ապահովելով առավել մեծ ճշգրտություն, տեսանելիություն եւ վերահսկելիություն։ Այցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ ռոբոտային վիրաբուժությունը միայն տեխնոլոգիական նորություն չէ, այլ առողջապահական համակարգի զարգացման խորհրդանիշ։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր առաջատար կլինիկաները շատ մեծ տեմպով համալրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Ռոբոտիկ վիրաբուժությունը իհարկե ինչ-որ առումով նաև սիմվոլիկ է, ըստ էության արտահայտում է վերջին զարգացումների ձեռքբերումները եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը համընթաց գնում է զարգացմամբ, բայց ես ուզում եմ նշել, որ սա միայն չի սահմանափակվում ռոբոտային վիրաբուժությամբ։ Ես ուրախ եմ, որ մեր բժշկական կենտրոնները ըստ էության հագեցվում են նորագույն սարքավորումներով եւ բոլոր այն ներամուծությունները, որ աշխարհում բժշկագիտության մեջ դառնում են պրակտիկայի մի մաս, գալիս են նաեւ Հայաստան։ Նախարարը նաեւ ընդգծել է, որ գործընթացը չի սահմանափակվում միայն ռոբոտային վիրաբուժությամբ։ Բժշկական կենտրոնները համալրվում են ժամանակակից սարքավորումներով, իսկ համաշխարհային պրակտիկայում կիրառվող նորարարությունները աստիճանաբար ներդրվում են նաեւ Հայաստանում։ Պացիենտի վերականգնման եւ հետվիրահատական ընթացքը ավելի կարճացնում է, բարդությունները ավելի քիչ են լինում եւ ըստ էության նաեւ որոշակի օրգան համակարգերի ֆունկցիոնալությունը ապահովելու համար շատ ավելի նորագույն լուծումներ են եւ ես ուրախ եմ, որ մեր բժշկական թիմերն էլ եւ սա նշում եմ հպարտությամբ, որ մեր միջազգային գործընկերներն էլ ասում են, որ այս թիմերը ունակ են, կարող են, ապահովում են նաեւ նման բարձր տեխնոլոգիական լուծումներով վիրահատություններ։ Նախարարը նաեւ նշել է, որ հայկական բժիշկները միջազգային գործընկերների կողմից ստանում են բարձր պատրաստված գնահատականը եւ ունակ են իրականացնելու նման բարձր տեխնոլոգիական միջամտություններ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Երեմյաններ անուն, որը ձևավորում է համիճաշակ, որի պատմությունը քայլում է ժամանակի ռիթմով։ Սա ընտանիքի մասին պատմություն է, որը կարողացավ իր մտածողությունը վերածել բրենդի, իսկ բիզնեսը մշակույթի մասի։ Նրանց ստեղծած միջավայրում կարևոր է ոչ միայն արդյունքը, այլև փորձառությունը սկսած մանրուքներից մինչև ընդհանուր տեսլական։
Երեմյան ընկերությունների խումբը 20 տարի շարունակ ոչ միայն ստեղծել է համեր, այլև ձևավորել մտածողություն։ Սկսելով փոքր գաղափարից այսօր Երեմյանը դարձել է Հայաստանի հյուրընկալության, սննդի արտադրության եւ մասնագիտական կրթության առաջատար համակարգերից մեկը։ Ռեստորաններ, կատնամթերքի արտադրություն, գյուղատնտեսություն, կրթական ակադեմիա։ Մեկ գաղափար ամբողջական շղթա։ Այս տարիների ընթացքում Երեմյան ընկերությունների խումբը փոխել է Հայաստանի հյուրընկալության ոլորտի որակական չափանիշները եւ այսօր Հայաստանի ռեստորանային ոլորտը արդեն մրցունակ է ոչ թե տարածաշրջանային, այլ աշխարհի մակարդակով։ Վեհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել туриզմի զարգացմանը, դիրքավորել Հայաստանը եւ հայկական խոհանոցը, գաստրոտուրիզմը աշխարհի զբոսաշրջության գաստրոքարտեզում, ինչպես նաև դրանով իսկ նպաստել տնտեսության զարգացման այս ոլորտում։ Այսօր արդեն 20-ամյա պատմությամբ մենք կարող ենք հստակ համեստորեն նշել, որ մեր առջև դրված նպատակներում մենք ունենք գրանցված հաջողություններ։ Երևան քաղաքը կարող է կանգնել աշխարհի լավագույն ռեստորանային քաղաքների կողքը, որտեղ մենք չենք զիջում ռեստորանային կոնցեպտներով հարուստ քաղաքներից, եթե ինչ-որտեղ առավելություններ չունենք, որտեղ մեր աշխատասիրությունը, մեր կրեատիվ մոտեցումները նաև մեզ թույլ են տալի, որ մի քիչ առաջ ընկնենք։ Սերմից սեղան մոտեցումը Երեմյանի համար պարզապես խոսք չէ, այլ ամենօրյա գործելակերպ, որտեղ որակն ու պատասխանատվությունը չեն զիջում արագությանն ու շահույթին։ Իսկ Քովիդի տարիները ցույց տվեցին, որ ճգնաժամը կարող է դառնալ հնարավորություն, եթե ունես հստակ արժեքներ եւ երկարաժամկետ տեսլական։ Սերմը սեփական դաշտերում աճեցնելուց, ցանելուց, բարձր սննդային արժեքներով կերը ստանալուց, մինչև ժամանակակից խելացի ֆերմայում կենդանիների խնամ, կերակրում, փակ շղթայով կիթի իրականացում եւ ակարգի կարգը դեպի այս գործարան տեղափոխում, էկոլոգիապես մաքուր տարաներում շշալցում, ինչպես նաև մեր հատուկ սառնարանային մեքենաներով այս կարգը տեղափոխում դեպի սուպերմարկետներ, բաժանարկակետեր։ Այս ամբողջ շղթան իրականացում եւ վերահսկումը մեր կողմից։ 7 միլիոնից ավելի զբոսաշրջիկ, 150-ից ավելի հեղինակած եւ ստեղծած ուտեստ, 86,000 քառակուսի մետր գյուղատնտեսական շինություն, 1200 հեկտար մշակվող հող, 28 միլիոն լիտր կաթ։ Այս հաշվետու թվերը եւս փաստում են, որ այսօր Երեմյան ընկերությունների խումբը հանդիսանում է հյուրընկալության եւ գյուղատնտեսության ոլորտների ամենախոշոր գործատուներից եւ հարկատուներից մեկը։ 2600 մասնագետների թիմով, որոնք ստեղծում են ոչ միայն արտադրանք, այլև վստահություն։ Մեր բոլոր քայլերը, գործողությունները հենց միտված են պետության զարգացման 2600 հոգանոց թիմ ունենք, ովքեր որ ամեն օր աշխատելով արժեքներ են ստեղծում։ 1600 հոգով մեր ճիշտ աշխատանքի արդյունքում, թիմի նվիրված աշխատանքի արդյունքում 5 տարի հետո մեր թիմը 2000-ով ավելացավ։ Դա պակաս ներդրում չի։ 20 տարի անց Երեմյանը շարունակում է զարգանալ, ներդնելով կրթության, նորարարության եւ Հայաստանի տնտեսության ապագայի մեջ ու այս դժվարին ճանապարհին հավատարիմ մնալով իր սկզբունքներին։ Մեր սկզբունքներն են լինել ճիշտ նպատակներ դնել մեր առաջ, հետևողական լինել մեր նպատակներին եւ բարձր պահել այն նպատակները, այն արժեքները, որը որ ի սկզբանե հետևված է մեր առաջ։ 20 տարվա փորձ, մարտահրավերներ, դժվարությունների հաղթահարում, զարգացման նոր ուղիներ, պատասխանատվություն եւ արժեքներին հավատարիմ մնալու մարտավարություն, գործելակերպ, որով առաջնորդվում է Երեմյան ընկերությունների խումբը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։